Այսօր կուզենայի մեր հետևորդներին ներկայացնել հետևյալ խնդրի մասին. հակաբորբոքային պրեպարատների ազդեցությունը աղեստամոքսային տրակտի վրա։ Իսկ որոնք են հակաբորբոքային պրեպարատները, ոչ ստերոիդ պրեպարատները, դրանք ցիկլոֆենակ ազդող նյութով պրեպարատներ են, որը մեր սիրելի հայրենակիցները մեծ քանակությամբ ինքնուրույն օգտագործում են։ Սակայն այս պրեպարատների ազդեցությունը աղեստամոքսային տրակտի վրա կարող է բերել լորձաթաղանթի բորբոքման, էրոզիաների առաջացման, եթե դուք արդեն ունեք էրոզիվ վիճակ, պրեպարատի ազդեցությունը կարող է բերել նաև խոցի թափածակման։ Ուստի նման դեղորայքները ոչ մի դեպքում չի կարելի ինքնուրույն օգտագործել, առավել ևս չի կարելի նրանք շատ երկար ժամանակով օգտագործել։ Նման ազդեցություն ձեր աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթի վրա կարող են ունենալ նաև ասպիրին պարունակող պրեպարատները։ Այս պրեպարատները պետք է միայն նշանակվի բժշկի հսկողության տակ։ Ինչպես օգտագործել, որպեսզի այդ դեղորայքը չազդի մեր աղեստամոքսային տրակտի վրա, նախ անպայման կան պացիենտներ, ովքեր սիրում են դեղորայքը խմել առանց ջրի, գիտեք։ Ոչ մի դեպքում դեղորայքը առանց ջրի չի կարելի օգտագործել, կամ դեղորայքը օգտագործում են պառկած վիճակում։ Դեղորայքը, հատկապես այդ ցիկլոֆենակ ազդեցությամբ դեղորայքները, որ ես ասեցի, խմում ենք կանգնած, մեկ բաժակ ջրով, որից հետո կես ժամ պառկել չի կարելի, քանի որ այդ դեղորայքը կարող է ընկնել կերակրափողի լորձաթաղանթի վրա եւ այնտեղ առաջացնել պեպտիկ խոցեր։ Երկրորդը, այս պրեպարատները պետք է օգտագործել 5-7 օր եւ ոչ ավել, քանի որ այս դեղորայքների երկարատև օգտագործումը կարող է բերել ճնշման բարձրացման, սրտի կողմից որոշակի խնդիրների առաջացմանը։ Երրորդը, այս կլասի պրեպարատներից պետք է օգտագործել միայն մեկը եւ ոչ թե մոմիկը, սերսկումը եւ հաբը միասին։ Դա անմիջապես կարող է վնասել ձեր աղեստամոքսային տրակտը եւ հաջորդ կետը, որ այս պրեպարատները պետք է անպայման խմել նամանավանդ եթե հիվանդը բուժում է ռևմատոլոգի մոտ, սրտաբանի մոտ, իսկ այս պրեպարատները կարող են նաեւ շատ երկար ժամանակ նշանակվեն ասպիրին պարունակող դեղեր, օրինակ սրտաբանները շատ երկար ժամանակ նրանք օգտագործում են, նշանակում են անտիկոագուլյանտները ստամոքսի լորձաթաղանթը պաշտպանող պրեպարատով, որովհետեւ ավելի պարզ լինի ժողովրդին եւ մեր սիրելի ժողովուրդը սիրում է օգտագործել դա օմեպրազոլ, նորպազա, կանտրալոկ, այդ ազդող նյութով պրեպարատների ազդեցության ներքով են երկարատև ընդունման ժամանակ պետք է խմել այդտեղը նոր մնացած պրեպարատները։ Եվ հաջորդը, եթե հակաբորբոքային պրեպարատները պետք է նշանակվեն 7 օր եւ ավել, ուստի պետք է ընդմիջում անել պարացետամոլով որոշ ժամանակ, այնուհետև ըստ բժշկի ցուցումով նորից կարող եք շարունակել։ Յուրաքանչյուր դեպքում ինքնաբուժությամբ չենք զբաղվում, քանի որ կարող են այս պրեպարատների օգտագործումը բերել եւ խոցային հիվանդությունների առաջացմանը եւ խոցի թափածակմանը, եւ դուք կարող եք արունասությամբ ընկնել հիվանդանոց։